Պարոն գնդապետ, բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երկրորդ գումարտակը ուժեղացված ծառայության դուրս գալուց առաջ հրանգավորման նպատակով շարված է։ Զեկուցող գնդի հրամանատար Իսախանյան։ Ողջույն ձեզ։ Ողջույն, պարոն գնդապետ։ Հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների եւ այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Այս նպատակով էլ ապրիլի 4-ին, 5-ին եւ 6-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության մայրաքաղաքի եւ մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19 տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու, 52-ը առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու դեպքեր են։ 16 անձ ավտոմեքենան վարել է առանց ապա պայմանագրի, 9 մկեցված կողային ապակիներով։ Քիչ չեն դեպքերը, երբ վարորդները վարելիս ծխել են կամ օգտվել բջջային հեռախոսից։ 41 վարորդ ծխելու, իսկ 24-ը բջջայինից օգտվելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության։ 15 ավտոմեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Երրորդյա ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով Երևանի պարեկները ձերբակալել եւ տարածքային բաժիններ են տեղափոխել 10 անձի։ Նույն ժամանակահատվածում մարզերի պարեկները արձանագրել են 3982 իրավախախտման դեպք։ Ինչպես միշտ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ալկոհոլ օգտագործած վիճակում տրանսպորտային միջոցներ վարող անձանց հայտնաբերմանը։ Հայտնաբերվել է ոչ սթափ 32 վարորդ, 73 անձ ավտոմեքենա շահագործել է առանց ապա պայմանագրի, 157-ը առանց վարորդական իրավունքի։ Պարեկների ուշադրության կենտրոնում էին եղել նաև չամրակապված վարելու դեպքերը։ Այդպիսի 1390 վարորդ տուգանվել է։ Հայտնաբերվել են նաև տեխնիկական զննություն չանցած 356, անսարք լուսարձակներով 115 ավտոմեքենա, 123 վարորդ ենթարկվել է վարչական պատասխանատվության վարելիս ծխելու համար։ Անվտանգ երթևեկություն ապահովելը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։ Առաջին հայացքից չնչին թվացող իրավախախտումը կարող է ողբերգության հանգեցնել։ Կրկին հորդորում ենք լինել զգոն եւ պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները։